Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 18-րդ գլուխ Հութայի Եզեքիա թագավորը Իսրայելի թագավորին Էլայի որդին Օվսեի երկրորդ դարին Հութայի Աքազ թագավորին որդին Եզեքիա թագավոր եղավ 25 տարեկան էր երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 29 տարի թագավորեց Իր մայրը Զաքարիայի աղջիկն էր Ափիա անունով Անհրավ ինչ որ Տիրոջ արչև ուղիղ է իր հոր Դավիթի բոլոր ըրածներուն պես Ան բարձր դեղերը հանեց արծանները գոդրդեց աստարովները գդրեց եւ Մովսեսի շինած բղինցի օծը չախչախեց որովհետեւ մինչեւ այդ օրերը Իսրայելի որդիները անոր խուն կծխեին զայն Նեստան գոչելով Ան Տիրոջ Իսրայելի աստուծուն վստահեցավ Իր մե յետ իր նմանը չեղավ Հութայի բոլոր թագավորներու մեջ, ոչ ալ իր մե առաջ եղողներու մեջ։ Տիրոջ հարեցավ եւ անգեչե հրացավ, հաբա անոր բադվիրանները բահեց, որ դերը Մովսեսի հրամայեր էր։ Ուստի դերը անոր հետ էր, ուր որ երթար գահաճողեր։ Ասորեստանի թագավորին թեմում փոստացավ եւ անոր չհբադագեցավ։ Փղշտացիները զարգավ մինչեւ Գազա եւ անոր հողամասը, բահաբաններու աշտարագեն մինչեւ Բարսպաբատ քաղաքը։ Եզեքիա թագավորին 4-րդ տարին, որ Իսրայելի թագավորին Էլայի որդին Օվսեի 7-րդ տարին էր, Ասորեստանի սահմանասար թագավորը Սամարիայի թեմ բարձրացավ ու զայն բաշարեց։ 3 տարի յետ զայն կրավեցին։ Սամարիա Եզեքիայի 6-րդ տարին, այսինքն Իսրայելի թագավորին Օվսեի 9-րդ տարին կրավեցավ։ Ասորեստանի թագավորը Իսրայելը Ասորեստան դարակրեց եւ զանոնք Քովզան Քեդինքով քաղա ու Քափովր առաջնորդեց նաև մաներու քաղաքները արտարևանոնք Տիրոջ իրենց աստուծուն խոսքը մտիկ չրին եւ անոր ուխտն ու Տիրոջ ծառային Մովսեսի բոլոր բադվիրանները անդեսեցին մտիկ չրին եւ չկործատրեցին Ասորեստանցիները գսպարնան Երուսաղեմի Եզեքիա թագավորին 14-րդ տարին Ասորեստանի Սենեքերիմ թագավորը Հութայի բոլոր Բարսպաբատ քաղաքներուն թեմ բարձրացավ ու զանոնք կրավեց Հութայի Եզեքիա թագավորը Լաքիս մարդ ղրգեց Ասորեստանի թագավորին ասելով Մեղանչեցի իմ քովես վերադարձիր ինչ հարկ որ վրաս տնես գահադուցանեմ Ասորեստանի թագավորը Հութայի եւ Եզեքիա թագավորին վրա 300 տաղանդ արձատ ու 30 տաղանդ ոսկի հարկ դրավ Եզեքիա Տիրոջ դան մեջ եւ թագավորին դան քանսարանի մեջ գտնված ամբողջ արձատը տվավ Այդ ադեն Եզեքիա Տիրոջ տաճարին թռներուն ու թրանտիներուն վրայի ոսկին կերտեց ինք Հութայի Եզեքիա թագավորը զանոնք ոսկիով բادرեր եւ Ասորեստանի թագավորին տվավ Ասորեստանի թագավորը Դարաթանը Ռապսարիսն ու Ռապսագը շատ զորքով Լաքիսեն Երուսաղեմ ղրգեց Եզեքիա թագավորին անոնք ալ բարձրացան ու Երուսաղեմ հասան Երբ բարձրացան եկան եւ վերի ավազանին չրմուղին կով գանք արին որ Թափիչին արդին Բողոդային վրա է Երբ թագավորը կանչեցին Քերգիայի որդին Եղիագիմ արքունաբեդը Սեպնա ադենատաբիրը եւ Ասապի որդին Հովակ Թիվանատաբիրը դուրս ելան անոնցքով Ռապսագ անոնց ասավ Եզեքիայի ասեք մեծ թագավորը Ասորեստանի թագավորը Սագա հայդարար է Ինչ է այդ վստահությունը որուն գապավինիս Դու նսիր բادرազմի համար ծրակիր ու զորություն ունիմ բայց ադոնք շրթունքի խոսքեր են ուրեմն որու վստահելով ինձի թեմն փոստացար ահա հիմա թուն այդ չախչախված եղեկի ծուբին Եգիպտոսի կվստահիս որուն եթե մեկը հենի իր ցերկը պիտի մտնե եւ զայն ծագե Եգիպտոսի փարավոն թագավորը այդպես է բոլոր իրեն վստահողներուն բայց եթե ինձ եսեք մենք մեր աստուծույն Եհովայի կվստահենք ասիգա անչե որուն բարձր դեղերն ու զոհասեղանները Եզեքիա հանեց Հութայի ու Երուսաղեմի բնակիչներուն հրամայելով միայն այս զոհասեղանին արչև երկրբակեցեք Երուսաղեմի մեջ ուրեմն հիմա իմ Տիրոջս Ասորեստանի թագավորին հետ հաշտվե ու քեզի 2000 ցիդամ եթե կարենաս անոնց վրա հեծյալներ տնել ինչպես իմ Տիրոջս ամենեն բզդիկ ծառաներեն մեկ գուսակալին անգրգիլ բիդի դաս դուն որ գարկերու եւ ցիավորներու համար Եգիպտոսի կվստահիս Հիմա այստեղ արդյոք առանց Եհովայի հրամանին բարձրացերեմ զայն գործանելու համար Եհովան ինձ եսավ
այս երկրին թեմ բարձրացիր ու զայն գործանե։ Քերգիայի որդին Եղիագիմ, Սեփնա ու Հովակ Ռապսագի ըսին։ Գաղերսենք քու ծառաներուդ հետ ասորերեն խոսե, քանի որ մենք կհասկանանք։ Մեզի հետ եբրայերեն մի խոսիր բարիսպին վրա եղող ժողովրդին ականջներուն։ Բայց Ռապսակ անոնց պատասխանեց. Միթե այս խոսքերը ասելու համար իմ դերս զիս միայն քու դիրոջդ ու քեզի ղրգեց, այս մարդոց ալ չէ, որոնք բարիսպին վրա կգենան, ցեզի հետ իրենց գղղղանք ուդելու եւ իրենց մեզը խմելու։ Հետո Ռապսակ ոտքի ելավ ու բարձր ցայնով եբրայերեն կոչեց եւ ասավ. Մդի գրեք մեծ թագավորին, Ասորեստանի թագավորի խոսքը, թագավորը սագա այդարարե։ Եզեգիա ցեզ թող չհրաբուրե, քանի որ ան չի գրնար ցեզանոր ցերկեն ազատել։ Եզեգիա ցեզի վստահիլ թող չդա Եհովայի վրա ասելով. Եհովա մեզ անշուշտ պիտի ազատե եւ այս քաղաքը Ասորեստանի թագավորին ցերկը պիտի մատնվի։ Եզեգիայի մդիկ միենեք, որովհետեւ Ասորեստանի թագավորը սագա հայտարարե։ Ինձի հետ հաշտություն արեք ու ինձի եկեք, որ ցեզմե յուրաքանչյուրը իր որդադունգեն եւ իր թզենիեն ուդե ու ցեզմե յուրաքանչյուրը իր չորորին ճուրեն խմե, մինչեւ որ ես կամ եւ ցեզ դանիմ ցեր երկրին պես երգիրմը, ծորենի ու քաղցուի երգիրմը, հացի եւ այքիներու երգիրմը, յուղ դվող ցիտենիներու եւ մեղրի երգիրմը, որբեսի աբրիկ ու չմեռնիկ։ Եզեգիայի մդիկ միենեք, քանի որ ցեզ գահամոզե ասելով Եհովա մեզ պիտի ազատե։ Միթե մյուս ազգերուն աստվածներեն յուրաքանչյուրը բնավ ազատեց իր երկիրը Ասորեստանի թագավորին ցերկեն։ Եմաթի եւ Արփաթի աստվածները ուր են։ Սեփարվիմի, Աննայի եւ Ավայի աստվածները ուր են։ Միթե անոնք Սամարյան իմ ցերկես ազատեցին։ Այս երկիրներուն բոլոր աստվածներեն որը իր երկիրը իմ ցերկես ազատեց, որ Եհովան Երուսաղեմը իմ ցերկես ազատե։ Բայց ժողովուրդը լուր գեցավ եւ ոչ մեկ խոսքով անոր պատասխանեց, քանի որ թագավորը բադվիրեր էր, անոր մի պատասխանեք։ Քերգիայի որդին Եղիագիմ արքունաբեդը, Սեփնա ադենաթբիրը եւ Ասապի որդին Հովակ Թիվանաթբիրը իրենց հակուստերը բադրած Եզեգիայի կացին ու Ռապսակի խոսքերը անոր հաղորդեցին։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։